մեկ հարց եմ ուզում ավելացնել, կարծում եմ մեկ հիմնական խոչընդոտ կա, վերջապես խաղաղության համաձայնագիրը ստորագրելուն, դա սահմանադրության փոփոխությունն է Հայաստանում, երբ եք ակնկալում, որ դա տեղի կունենա կամ տեղի կունենա արդյոք եւ ինչ եք կարծում հայերը կաջակցեն դրան։ Շատ շնորհակալություն, մեր ռազմավարությունը հետևյալն է, Հայաստանը դարձնել այնպիսին, որ կարողանա մեր տարածաշրջանում ապրել առանց արտաքին օգնության եւ արտաքին աջակցության։ Այսպիսով, ես կարծում եմ, որ շատ կարևոր նրբություն է սա արտաքին կապերը միջազգային հանրության հետ կամ գործընկերների հետ ընդհատելու մասին չէ խոսքը։ Մեր նպատակն է կարողանալ քննարկել մեր տարածաշրջանային օրակարգը, մեր տարածաշրջանի երկրների հետ եւ կարողանալ ստեղծել, այսպես ասեմ, ներդաշնակության, համերաշխության մթնոլորտ, որքան դա հնարավոր է, քանի որ մենք ցանկանում ենք երբևէ չենք ունենա իրավիճակ, որում կլինեն 0 խնդիրներ, այսինքն ինչ է տեղի ունենում։ Գիտեք, խնդիրները ամենուր կան խնդիրներ եւ Եվրոպայում կան բազմաթիվ նշբություններ, այսպես ասենք, անգամ լարվածություն պետությունների միջև եւ այլն, սակայն առաջնորդումը այդ բոլոր իրավիճակները կառավարելու առումով կարողանալու ստեղծել խաղաղություն եւ պահպանել խաղաղությունը եւ ահա թե ինչու հիմա որն է մեր խոսույթը։ Մենք ասում ենք, որ խաղաղությունը հաստատված է, միանշանակ, եւ մենք դա կարողանում ենք տեսնել տեղում, գետնի վրա, բայց մյուս կողմից ամենօրյա խնամքի կարիք ունի դա, առանց չափազանցնելու, ամենօրյա խնամքի կարիք ունի եւ առանց ամենօրյա խնամքի եւ հոգացության այն ռիսկի ենթարկված կլինի հաստատ